Իր ամեն բան մեր կյանքի մեջ կխոնարեցնենք ու արջևդ։ Դու բարավոր արքան ես։ Եվ չկա որևէ բան քեզ մեծ դուրս։ Չկա որևէ իշխանություն, որ կջանչնան քեզ մեծ դուրս։ Որևէ ուրիշ ցայն, որ քեզ մեծ դուրս է։ Մեր ամբողջ էությունը քո արջևդ կխոնարեցնենք։ Մեր ամբողջ մարդկությունը, մեր ամբողջ գիտելիքը, մեր ամբողջ իմաստությունը, մեր ամբողջ կարողությունը քո արջևդ կխոնարեցնենք, որտեղ միայն դու արժանի ես Տեր Հիսուս։ Փառքի եւ բադիվի Հիսուսի անունով։ Ամեն։ You may be seated. Ամեցեք։ Այսօր դու կուզեմ ցեզի խոսիլ Դիրոջ հավատարմության մասին, դերը քեզ փնավ չի լքեր, քեզ փնավ չի թողուր, քեզ մի փնավ չի հերանար ու կյանքիդ մեջ։ Դերը հավատարիմ է քեզի քու բոլոր հանգրվաններուդ մեջ։ Դերը ինք ներկա է, դերը միշտ ներկա է, դերը միշտ պատրաստ է, դերը միշտ կսիրե, դերը միշտ կքթա, դերը միշտ կողորմի, այս բոլորը ճիշտ են։ Ես ինչպես կրնամ Դիրոջ հավատարմության դիմաց միշտ վայելել իր հավատարմությունը։ Դերը ներկա է, դերը հավատարիմ է։ Ինչպես ես գնամ վայելել այդ մեկը։ Ինչպես ինձի դրված իրավունքը գնամ վայելել։ How can I benefit or experience my privilege? Որտեղ Աստվածաշունչը մեզ գսե Հովհաննես առաջինի մեջ, որ առաջին գլուխի մեջ, որ Աստուծո որդիներն ենք, ոչ մարդոց որոշումով, not by human will, ոչ մարդոց զորությամբ, ոչ մարդոց կամքով, այլ ուղղակի Աստուծո մեջ զնելով։ Ուղղակի Աստուծո մեջ դրված իշխանությունը եւ իրավունքը ունենք, God given privilege and right, որ է Աստուծո որդի գոչվիլ։ Եվ ադոր նշաններն մեկն է, մեծակույնն է, որ Սուրբ Հոգին ստացանք, չէ՞։ Սուրբ Հոգին ստացանք Աստուծո որդիներ գոչվելու համար, Սուրբ Հոգիով մենք Աստուծո կողմից ընդունվեցանք, իբրև որդիներ adopted into sonship։ Եվ ուրեմն այդ հոգին, որի մեջս է, Աստված ասած ժամանակ Աստված չսեր այսպես երկինքի մեջ միայն։ Աստված ասելով գսե ապա, այսինքն հայր։ Ուրեմն ես եւ որ խոսիմ Աստուծո հետ, զգամ այդպես թե չզգամ այդպես, ապա հայր ունիմ։ Սուրբ Հոգինի մեջս կգանչե ապա հայր։ Այսինքն կհայտնի Սուրբ Հոգին, որ ես բնավ լքված չեմ։ I am never forsaken։ Երբեք չեմ թողված առանցին։ Բնավ Աստված չէ թեկած իր երեսը ինձ մեջ, բնավ Աստված չէ դարձած եւ մեգոմ մորցած, որովհետեւ սխալեցա, որովհետեւ դգարացա, որովհետեւ չաղոթեցի, որովհետեւ չգարտացի, չէ։ Որդի եմ միշտ, բայց բաներ կան իմ կյանքից մեջ, որ ինձ իրավունք կտան, որ վայելեմ այդ բաները, իսկ բաներ կան, որ ես չնեմ այդ բաները, ես ինքս կզրգեմ փորձառութենեմ, I deprive myself of an experience, չէ։ Օրինակ բզիկներուն մինչև մեզնան բադմ է Դիզնիլենդի մասին, մինչև Դիզնիլենդ չերտան չեն գիտնար Դիզնիլենդի խաղերը ինչպես են, չէ։ Մինչև արդու բադմ է իրենց, բայց պետք է երթան, որ փորձառություն ունենան։ Աստուծո նույնն է, իրավունքը թե, քուգը թե, չի փոխվիր, զավակ ես, բայց որոշ բաներ կան, որ ինձի իրավունքս ջանցնել գուտան, իրավունքս ապրիլ գուտան, իրավունքս զգալ գուտան, եւ այդ մեկ ես չեմ ուզեր գործընկնել կամ փախցնել, չէ։ Ուրեմն գուցե ցեզի շարունակել անցյալ շաբթվա խոսած դերես, խոսեցանք երկու շաբաթ առաջ խոսեցանք Դանիելի մասին եւ խոսեցանք ինչպես երանելիները Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագով մեծ վկայություն բերին, բայց շատ արագ ձևով անցնենք առաջին 3 եւ 4 գլուխներու մեջ են։ Առաջին գլուխի մեջ կտեսնենք Իսրայելի ժողովուրդը քերի կդարվի Բաբելոն, Israel is taken into captivity and taken to Babylon, եւ թագավորը գորոշե մարդիկ, որոնք կարող են եւ խելացի են, իմաստուն մարդիկ, որոնք մարդկային ցևով humanly խելացի եւ վարժեն հասկանալու եւ ասոնց մեջ են իր ծառաներուն գսե, որ ասոնց գերագրեցեք, քինի դվեք, ինչ կուզեն դվեք, թագավորական ջաշ, royal food եւ մի քանի հոգի, որոնց մեջ Դանիել եւ իրեն հետևող ընկերները գորոշեն, որ ես պիտի չբղձվիմ, I will not defile myself, թագավորական ջաշերով, թագավորական դվածներով, ինչու, որովհետեւ թագավորը հավանաբար ջաշերը գզոհեր թևերուն, probably because those were idol, they were foods consecrated to idols, եւ հավանաբար ջաշերու ցևը կամ դրված ջաշերը հագարակ էին հրյական օրենքին, they were against the Jewish law. Եվ
Դանիել ալ ուխտով ճուզեց քիդին ալ խմել, ուզեց ինքը բահել Աստուծո համար։ Ուրեմն գտեսնենք, որ եւ այդպիսի ուխտեր քահանաները գունենային։ Ալկոհոլեն հերուկ մնային, որովհետեւ գուզեին Աստուծո դրվիլ։ Եվ մինչև այսօր այդ մեկը ճիշտ է։ Ուրեմն գտեսնես, որ այսպես անելով Աստված իրենց ուրիշ տեսակ իմաստություն կտա, God gives them divine wisdom, եւ որ գուքան թակավորին արչեւ թակավորը գսի, ասենք ուրիշ են, լման ուրիշ են։ Թակավորը գտեսնե որ ասենք աղկադիկ ջաշ կերան, փանչարեղեն կերան եւ ճուր խմեցին միայն, եւ եկան վերադարձան ավելի քիրծած, ավելի ուրախ, ավելի առողջ քան բոլոր մյուս մարդիկը, որ ամեն ինչ ունեցան։ Եվ տեսանք, որ ասիկա Աստված համարեց, God considered this faithfulness, հավատարմություն։ Եվ Աստված ուրեմն բարձրացուց, եւ միշտ գնայինք Աստված միշտ կբարձրացնե այն, որ Աստուծո հավատարիմ է։ God will always promote and lift one who is humble։ Եվ անգևերջ թակավորը սա ասոնք ավելի բարձր են միշտներեն եւ իրենց ճաշտոն տվավ։ Հետո երկրորդ գլուխի մեջ, սա chapter 2, գրեցնենք, որ թակավորը Նաբուկոդոնոսոր երազ գունենա եւ այդ երազը չի հասկանալ։ Չի հասկանալ երազը եւ կգանչե խելացիները, իմաստունները, he calls all the wise men եւ քուշագիչները եւ իրենց գսե որ ինձ ասեք ոչ միայն երազը եւ այլ երազին մեկնաբանությունն ալ, so he gives them an impossible task, guess the dream, interpret the dream։ Եվ մարդիկ գսեն ասանք բան կարելի չէ, միան աստվածները կրնան ասանք բաներ անել, մարդիկ չեն կրնար ասանք բաներ անել եւ Դանիել գլսե, ինչ կսե Դանիել, ես հոսեմ, արիտ դուր ինձի երթամաղոթեմ։ Իր ընկերները կգանչե, he calls his three friends եւ գսե ես պիտի երթամաղոթեմ, դու կալաղոթեցեք։ Եվ Աստված երազ գուտա իրեն։ Գահայտնե երազը եւ թարգմանությունը։ So God gives him the dream and the revelation of the dream։ Եվ անգևերջ գերտա թակավորին կբադմե եւ թակավորը գհիանա եւ Դանիել ավելի կբարձրացնե։ Եվ կբարձրացնե գտնե Փափելոնի խավարին վրա գալավարիչ, այսինքն իշխանություն գուտա Դավիթին։ So you see David being promoted again because of his faithfulness։ Անգևերջ երրորդ գլուխը տեսանք, որ ինչ կլա Նաբուկոդոնոսորը որոշի արցան մշինել, որտեղ ուզածին պես կհասկանա Դանիելին մեկնաբանած երազը, he understands the dream in whatever way he likes, եւ գսե մարդոց երգրբակեցեք եւ որ փողը հնչե, եւ ով որ չերգրբակե, գրագե հնոցի մեջ պիտի նետվի։ Whoever does not bow to the statue will be thrown into the pit of fire։ Եվ երեք հոգի գուքան եւ գսեն մենք այսպես բան պիտի չնենք, մենք միայն Աստուծո երգրբակենք։ Ուրեմն գտեսնես որ հոս նորեն մարդիկ են ոչ միայն հավատարիմ էին, not only were they faithful, այլ մարդիկ էին, որոնք գճանչնային իշխանությունը, որ մարդու իշխանութեն են վեր Աստուծո իշխանություն կա։ Գճանչնային որ թակավոր է, բայց գճանչնային թակավոր են վեր Աստված կա։ Եվ որևէ ցեվով չրին ինչ որ ուրիշները գնային։ Եվ գիտենք պատմությունը, տեսանք որ ինչպես Աստված մտավ գրագին մեջ։ God himself became the fourth person in the fire։ Եվ ինչ միշտ մարդիկ գմերնեին, գրագին մոդեցողը գմերներ, Աստված ելավ գրագի մեջ իրենց հետ մտավ եւ վգայություն եղավ։ Եվ թակավորը հիացավ, the king was baffled։ Բայց չաշխարեց։ Թակավորը հիացավ, ասավ ինչ ծեր Աստված իրական Աստված է, վգայություն եղավ, there was a testimony, բայց ինք չխոներեցավ այդ Աստծո առջև։ Ինք քովեց Աստված, բայց ինք չաշխարեց։ Շատ մարդիկ գիտեն որ Հիսուս Աստված է, շատ մարդիկ գիտեն որ Աստված ճշմարտություն է, բայց իրենց կյանքը չեն ուղեր։ Չեն քալեր Աստծո հետևեն։ Չի բավեր որ գիտնանք։ Սատանան ալ գիտե որ Հիսուս Աստված է, չէ՞։ Բայց Սատանան չաշխարեր։ Ուրեմն այս անգամ 4-րդ գլուխի մեջ թակավորը նորեն երազ ունենա։ The fourth chapter he again has a dream։ Եվ նորեն այս անգամ Դանիելին կգանչեն, Դանիել այս անգամ երազը մեկնաբանե, բայց երազը թակավորին համար լավ բան չէ։ Թակավորը գսե իրեն, որ երազս բադմե, դեսա մեծ ձարմը գար, շատ գեղեցիկ ձարմը, բարձր, անասունները ձարին տակ գհանգչեին, թրջունները ձարին վրա գուքային, ապոլոր ասկերաս ձարին գուքային, աս ձար այդքան բարձրացավ մինչև երկինք ելավ։ Եվ վերջը ցայն մի եկավ, եւ ասավ այս ձարը գդրեցեք։ Միան գոջղը ցկեցեք, բաժիմը ստամփ։ Եվ բադեցեք երկաթով and surround that stump with iron, not iron but another material։ Եվ գսե որ ես չհասկացա այս մեկը ինչս է։ Եվ իրեն Դանիել կբացատրե։ Ուզեմ քեզի բամ մտածես այստեղ, Դանիել այլևս թակավորին աչ փազուգն էր, այսինքն Դանիել սիրված էր, ընդունված էր, he had a high position, he was accepted, he was a friend of the king։
Հիմա պիտի խոսեր փամը թակավորիմը, որ բոլորը կսպաններ։ Եթե չսիրեր սածդ կսպաններ քեզ։ Եվ հիմա թակավորը իրեն գսե ինձի մեկնաբան է, interpret for me this dream։ Դանիելը հասկանա աստուծո մե որ այս երազը գխոսի թակավորի մասին եւ գսե որ այս ծառը, հարավոր քեղեցիկ ծառը դուն ես։ Այդ թակավորությունը քու թակավորությունն է։ Ամենամեծ, ամենազորավոր։ Եվ իրեն գսե որ Աստված քեզ դվավ այս իշխանությունը։ Դուն հարավոր թակավոր ես։ Բայց որովհետեւ չջանցար քեզի դվողը, չջանցար ամենամեծ իշխանությունը, դուն քու թակավորությունը քեզ մե պիտի առնվի, պիտի գդրվի թակավորությունը, եւ դուն պիտի խելքդ գործընծես, you lose your mind, գսե անփան անասունի մեծ պիտի լաս, գենթանիներու մեծ պիտի ուտես, եւ գսե երկինքի ցողով պիտի դացլաս, այսինքն ապանի մեջ պիտի ապրիս, փնության մեջ, you will live in nature. Մինչև որ 7 ժամանակ անցնի գսե, until 7 times will pass by, որ երկար ժամանակ է։ Եվ ապա դու պիտի ճանչնաս, որ դերն է մեծակույնը։ Եվ որ դու ճանչնաս այդ մեկը, պիտի վերադառնաս թակավորության։ Խոսեցավ փամը որ թակավորը գնար շատ թյուրին որոշել, որ ես հիմա գլուխդ պիտի գդրեմ, կամ պիտի այրեմ, կամ պիտի գդորնեմ։ Մեկ բան գտեսնենք Դանիելի մասին, որ Դանիել մեկը չէր, որ ճշմարտությունը կփոխագերբեր։ He would never change the truth. Երբեք չէր խոսեր ինչ որ մեկը գուզել լսել։ Քիքի մեջ որ գարտայի միշտ է Դանիել մեկ բան լավ հասկացած էր, բոլոր բادمություններու մեջ Դանիել հասկացած էր, փնավ չէր դպավորվեր մարդկային իշխանությամբ։ He was never impressed by human power. Եվ փնավ իր որոշումները մարդկային որոշումներով չէր առնել։ Գարներ ջանչնալով իր կյանքի մեջ մեծակույնը, եւ ինչ որ գորոշեր, ադով գորոշեր։ Նույնիսկ որ գբարձրանար թիրքի մեջ, even when he was granted a position, չէր առնել ինքզիկին համար։ Եվ այդ թիրքով գաշարագերությամբ չէր դարվեր։ He would never grow corrupt because of power. Շատ ամենաթյուրին բանն է, շատ մարդիկ կտեսնենք, որ լավ կսկսին, վերջ կմտնեն կառավարության մեջ, լման հոդը կփոխվի։ Չէ՞։ Ուրիշ մարդիկ կլան։ Եթե լուր մտի գնողեք, միշտ կլսեք, անուններով պիտի չխոսիմ, մարդիկ, որոնք կմտնեն կառավարության մեջ, սկիզբը podcast կունենան, ամեն մարդ իրենց podcast-ը մտի կգսեն, ասենք զորավոր մարդիկ են շատ լավ կխոսին, միշտ ճշմարտությունը կխոսին, վերջ կառավարություն կմտնեն, ուրիշ բաներ գնեն։ Ասեն ուր է այդ մարդը, որ ինչեր կխոսեր սկիզբը, podcast-ին շատ ավոր կխոսեր, ճշմարտությունը կսեր։ Կառավարություն կմտնեն, ուրիշ բաներ գնեն։ Այսինքն ուժը, կարողությունը, կոնտակտները, ջարբիգությունը քեզի գտանին դեղմը, որ դու բաներն ես մարդոց հաջելի, մարդոց համար, մարդոց ուզածը, popularity, այսինքն սիրվելու համար, ինչ բաժար գուզես գնաս տնել, կամ որտեղ ամեն մարդ գնե, փամը գնես, որ թիրքդ մնա։ Փամը գնես, որ թիրքդ պաշտպանես։ You do everything to consolidate your position, չէ՞։ Ես միշտ միտքիս մեջ ունեցած եմ, որ հիվանդանոց կաշխատիմ, հիվանդանոց կգնաս բարձրանալ։ Դեղը գուկա, որ քեզի խոսիլ գուտան բաներ, որ հիվանդանոցը գուզե։ Չէ՞, բաներ գնաս խոսել, որ հիվանդանոցը գուզե։ Եթե խոսված բանը հոն, ինձ մի ուզված բանը, Աստծո խոսքին հագարակ լա, բիդենես, որովհետև թիրքդ այդ մեկը գսե։ Օրինակ մտամ ցեզի, հիվանդանոցներ կան շատ համամիտ են միասերականության։ Եվ թրոշակ կտնեն, գերքեն, գխոսին, ադորմասին։ Եթե քեզ ասեմ, որ թրոշակինքով նկարվել ապամ սեբիլիսես, անշուշտ է ոչ։ Գրնաս թիրքդ գործընծնել, անշուշտ է այո։ Բայց որ մեկը ավելի շիդակ է։ Որ մեկը ավելի ճշմարիտ է։ Շիդակը խոսիլ կամ մարդոց ուզածը խոսիլ։ Ուրեմն եւ որ գնայիս, որ Դանիելի ժամանակ եկավ, Դանիել գնաց թագավորին դիմաց, բամը խոսեցավ, որ գնշանագեր թուն խելքդ պիտի գործընծնես, թագավորությունդ պիտի գործընծնես, անդարներու մեջ պիտի բդդիս, գենտանի պես ջաշ պիտի ուտես, եւ որ թուն խոնարիս, when you humble yourself, թագավորը քեզ իդ պիտի բերե, Աստված իդ պիտի քեզի բերե թագավորության, եւ այդպես կլա։ Okay, ուրեմն մենք բادمության զայրը չենք տեսներ, բայց գիտենք, որ այս մարդը շիդակ կվերջացնի, Նաբուկոդոնոսոր արդար գլա վերջավորության եւ առողջ ձևով գմերնի։ Ուրեմն մեկ բան ուզեմ ասել, Հիսուսի աշակերտ ըլլալը միշտ քին ունի։ Ես Հիսուսի սիրող գտնասլալ, Հիսուսի հետևող գտնասլալ, բայց աշակերտ ըլլալ, being a disciple has a price։ Եվ ադորա մանի որ Հովանես 12:25-ի մեջ Հիսուս կսե,
ով որ գուզե իր կյանքը բահել կամ շահիլ, պիտի գործընծնե, իսկ ով որ իր կյանքը գործընծնե, ինձի համար զայն պիտի վերակտնե հավիտենականորեն։ He who lays down their life will have eternal life. Ուրեմն Հիսուսի սիրուն եւ որթուն փամը գնես, կրնալ անմիջապես գորուստ ելևի քեզ։ The immediate result might be lost in front of you. Աստուն ինչ էր շահեցար։ Դանիել հոնորավ փամը որ գնար ամեն ինչ կանտել։ Ամեն ինչ կնար կանտել, ամեն ինչ։ Դու ինձի բերիր, դու ինձի իր կառավարիչ, you made me governor, you gave me power, you promoted me, it's your grace, չէ՞։ Բայց արդյոք Աստծո շնորհքը ինչև ծայր կգործածեմ թակավորության համար։ Կամ կգործածեմ իմ շահույս համար։ Okay։ Եվ Հիսուս նաև եւ որ աշակերտներուն հետ խոսեցավ, կոնե 4 անգամ կդեսնենք 4 աշակերտներու հետ, որ միակ խոսեցավ հետևե ինձի։ Չսավ հետևե ինձի որբեսի քեզի հաջողություն դամ։ Հետևե ինձի որբեսի հարստանաս։ Հետևե ինձի որբեսի հանգստանաս։ Հետևե ինձի որբեսի լավ դեր մահստիս։ Հետևե ինձի։ Հետևե ինձին ատկան ուժ ուներ, որ աշակերտները, ոնց մեջ նաև Պետրոս, թողեցին ամեն ինչ իր ետևեն կացին։ Մատթեոսը թողեց իր տրամի մուտքը, Matthew left the most profitable business, ցկեց ամեն ինչ քնած Աստծո ետևեն եւ գործընծուց այդ շահի մուտքը, որտեղ ավելի մեծ շահը մկդավ։ Եվ նաև եւ որ Մատթեոս 8-ի մեջ Matthew 8:19-20 Որենքի ուսուցիչ Հիսուսին գսե ես քեզի պիտի հետևիմ ուսուցիչ։ Կժանչնար որ Հիսուս իմաստուն է, called him teacher։ Դե հավատա որ Հիսուս իմաստություն է։ Եվ սա որ պիտի երթամ ուր որ գերտաս։ Չէ՞։ Եվ Հիսուսը սա ոչ չսավ իրեն, սա աղվեսները որ ճունին, թրջունները փույն ունին։ Աղվեսները քիրես ամենտեղ գվազեն, ազատ կգարձես, չէ՞։ Թրջունները շատ ազատ են, ազատ։ Չեն բռնված բանի, բայց բռնված են։ Ի վերջո դու պետք է երթա, ի վերջո փույն պետք է երթա։ Աղվեսնալ գսե մարդու որդին ինքը գլուխը տնելու դեղ չունի։ Եվ գսե ինձի հետևողը պետք է հասկանա, եւ որ ինձի գսե ես քեզի գսիրեմ, եւ որ քեզի կհետևիմ, պետք է որ հավատացյալը պատրաստ լա որ ես իսկապես աշակերտ եմ քեզի, ու խոսքը ինձի համար ամեն ինչ է վեր է, եւ ինչ լա բակինը ես պատրաստ եմ։ Եվ Դանիել բարձրացավ ոչ թե որովհետև լավ մեկներ, այլ որովհետև Աստծո մարդն էր, հավատարիմ էր Աստծո։ Անցնենք 5-րդ chapter, 5-րդ գլուխ, որ պատմության սկիզբն է։ Դանիելեն վերջը, Նաբուկոդոնոսորեն վերջը եկավ իր դղան, որ անարդար թագավոր էր, անունը Բաղդասար, Բելշազար։ Այս մարդը ուզեց հաջիկ առնել, եւ ուրեմն փերավ գանչեց իր ծառաները եւ ասավ փերեք ինձի բոլոր ոսկի ամանները, քավատները, որոնք իր հայրը Նաբուկոդոնոսոր Երուսաղեմեն առած էր։ All the cups that his father had taken from the temple of the Lord in Jerusalem, says, bring them to me. I want to get drunk in those. Ուրեմն Աստծո ծառայության դրված գործիքները, որ այդ ժամանակ սուրբ կհաշվվեին, չէ՞, ինչ որ Աստծո դրված էր արավ եւ ուզեց բղձել։ Okay? Եվ ուզեց եւ ադոնցով քինովսավ իր գիներուն հետ միասին անարագության մեջ։ Եվ ադոր թիմած, երբ որ ինք այդ մեկը գներ, ցերկ մտեսնվեցավ եւ ցայն մլսվեցավ։ Եվ բադին վրա փամը քրվեցավ եւ փամը խոսվեցավ։ He saw a vision and he was puzzled by the vision. He saw a hand and a voice saying something and he didn't understand. Եվ որ գարչեց ամեն մարդուն որ մեկնապանեն, ամեկը չհասկացավ։ Իր գինը եկավ եւ նայեցեք ինչ ասա։ Գուզեմ ցեզի նախ գարտալ 11-12 chapter 5 11 to 12 դասեն գարտամ Թակուհին թակավորին եւ անոր մեծամեծներուն խոսքերը իմանալով գոչունքին բալադը եկավ եւ ասա ով թակավոր Հավիդյան ողջ կեցիր քու խորուրդները թող քեզ չխրովեցնեն եւ երեսիդ քույնը թող չփոխվի քու թակավորության մեջ մարդ մգա որուն ներսիտին սուրբ աստվածներուն հոգին գա As մարդիկ հավատացյալ չեն these people are not believers but they saw something in Daniel that was so evident to everyone they say There is a man in your kingdom who has the spirit of the holy gods in him. In the time of your father, he was found to have insight and intelligence and wisdom like that of the gods. Ku horat
օրերը անոր վրա լույս հանջար եւ Աստվածներու իմաստությանը պես իմաստություն տեսնվեցավ եւ քու հայրդ Նապուկոդոնոսոր թագավորը զանիգա մոքերուն, հմայողներուն, քաղցյաներուն եւ փախտնայողներուն վրա իշխան տվավ։ Քանի այդ մարդունքով, այսինքն Դանիելին, քերազանց հոգի, գիտություն, հանջարգա երազները մեկնելու, արեղ ձվածները հայտնելու եւ թշվարին խնդիրները լուծելու։ He did this because Daniel, whom the king called Belteshazzar, was found to have a keen mind and knowledge and understanding, and also the ability to interpret dreams, explain riddles, and solve difficult problems. Call for Daniel, and he will tell you what the writing means. Թագավորը գգան չէ Դանիելին։ Իմացա որ դու խենտանալիք մեկնես, ամեն ինչ գիտես, տպավորված է չէ, բայց գգարձ ինչու համար գիտեն որ ուրիշ բան ունի այս մարդը։ Այսինքն իր կյանքի մեջ հայտնի եղած է մինչև այստեղ, որ ինչքան ալ բարձրանա այս մարդը, no matter how great he becomes in the kingdom, իր ռածները հայտնի էր որուն կպատկաներ։ Գիտեին որուն կպատկաներ այս մարդը։ They knew who he served. He was serving in the kingdom, but he served God. Այո աշխարհի մեջ կաշխատել, բայց Աստուծո համար կաշխատել։ Եվ թագավորը գսե, եթե ինձի համար մեկնաբանես, ամեն ինչ քեզի ես փարավոր բամը պիտի դամ։ Այս թագավորությանս մեջ երրորդը պիտի լաս, you will become the third one in my kingdom, and I will give you a great honor. Ուրեմն նայենք ինչ կբարասխանե Դանիել 16-17 Ես քեզի համար լսեցի թե մեկնելու եւ թշվարին խնդիրներ լուծելու կարող ես, եթե դու այս քրվածը գարենաս գարտալ եւ զայն մեկնել, ծիրանի պիտի հագնիս եւ քու բարանոցդ վիզդ ոսկի մանյակ պիտի ծրվի եւ թակավորության երրորդ իշխանը պիտի ըլլաս։ Amazing, չէ՞։ Աստված կբարձրացնե իրեն պիտի ասես։ Այն ադեն Դանիել պատասխան տվավ թագավորին եւ ասավ. Քու բարգևներդ քեզի ըլլան եւ նվերներդ ուրիշին դուր։ Դու գսես ասենք բամը թագավորին։ Verse 17 Then Daniel answered the king, you may keep your gifts for yourself and give your rewards to someone else. Բայց ես այն քրվածը թագավորին պիտի կարդամ եւ մեկնեմ. Nevertheless, I will read the writing for the king and tell what it means. Եվ կմեկնաբանե թագավորին։ Գսե որ քու հայրդ խենտանալիք մարդ մներ, քու հայրը շատ խելացի մարդ մներ, զորավոր թագավոր մներ եւ բարձրացավ, Աստված զինք բարձրացուց։ Բայց քու հայրդ չջանցավ զինք բարձրացնողը։ He did not give glory to God and took all the glory for himself. Չէ՞։ Եվ գսե Աստված ադոր բաժարով զինք բաժեց, հերասուց եւ խոնարեցուց, and God humbled him. Եվ որ այս մարդը խոնարեցավ, Աստված ջանցավ, Աստված բարձրացուց, վերադարձուց թագավորության։ Բայց գսե տուն ադգե չսորվեցար։ You did not learn anything from it. Տուն գնես հիմա, տուն բղձեցիր Աստուծո դաջարին ապրանքները եւ մեհյաններուն դրվեցավ։ They celebrated this as a sacrifice to the idols. Այսինքն Աստուծո թեմ կորձը մըրիր։ Եվ գսե ադոր համար գսե Աստված թագավոր, քեթուն պիտի զառնվիս եւ Աստված թագավորություն պիտի բաժնե։ Թագավորությունը պիտի առնի եւ երկու թագավորություն պիտի ըլլա։ Եվ այսպես ալ եղավ, թագավորությունը իր մե առնվեցավ։ Եվ այս մարդը, որ ուն խոսքի եղավ, this king who promised him all the great things, չսպանեցինք։ Գնար իրեն սպանել, ասավ, դու ինձ ասանք բաներ կխոսիս։ Թագավոր իրեն տվավ բադիվը եւ թագավորության մեջ երրորդ անձը ըրավ իրեն։ Okay? Ուրեմն գրեցնենք, որ այստեղ այս բոլորի մեջ են գրեցտես, որ Դանիել մեկներ որ նախ չեր վախնար ճշմարտությունը խոսել են, եւ մենք շատ անգամ կվախնանք ճշմարտությունը խոսել։ Հովանես Մգրդիչ է որ եկավ եւ խոսեցավ բամը, որուն համար ամեն մարդ ադեցի։ Ամեն մարդ իր թեմ խոսեցավ։ Ամեն մարդ իրեն խենթ կարծեց։ Չէ, մերժեցին։ Անաբադը կարծեցին, խենթ մնե կարծեցին։ Բայց Հովանես Մգրդիչ չեկավ որ ընդունվի մարդոց մեջ։ Հովանես Մգրդիչ եկավ ընելու այն կորձը, որուն համար գրգված էր, որ էր Հիսուսի մասին հայտնել։ Դանիել չղրգվեցավ թագավորության մեջ, որբեսի Դանիել թագավոր մնար։ Դանիել գրգվեցավ, որբեսի հոն թագավոր Աստուծո բերեր, Աստուծո Թադաստանը աներ, Աստուծո խոսքը խոսեր։ Մենք շատ անգամ կյանքի մեջ թիրքերու կհասնենք, դեղեր կհասնենք եւ հոն գլրենք, որովհետեւ կովինս ինչ պիտի ասե։ Որովհետեւ եթե անեմ իմ կորձից համար, քրիրիս համար լավ չէ։ Եթե անեմ
Մարդ պիտի գործընծնեմ։ Աստվածաշունչը գսե, եթե գործընծնես քույր կամ եղբայր, թագավորության համար 10 անգամ ավելի պիտի ունենաս քույր եւ եղբայր։ Հատի ճշմարտություն մնե։ Բայց նախ պատրաստ լալ մգա։ First there is a willingness։ Եվ որ չես տեսներ այդ փառքը, մինչև գործընծնելու պատրաստ լաս, չէ՞։ Դանիել գնաց խոսեցավ բանը, որ ամեն ինչ կրնար առնել իր մե։ Եվ նայեցեք ինչ կսե 2 Դիմոթեոս 4։ Ուզեմ փանակ այս մեկը, open this verse, բայց շատ քեղեցիկ է։ 2 Դիմոթեոս 4:2 Աստծո խոսքը քարոզ է եւ զայն հայդարարելը սերը բարձր ասել ամեն արիտով առանց բադեհությունը կամ անբադեհությունը խորելու սխալներ ուղե սաստե եւ կամ հորթորե մեծ համբերադարությամբ ուսուցանելով preach the word be prepared in season and out of season correct rebuke and encourage with great patience and careful instruction ո՞ս ինչ կսե չգա ժամանակ որ հարմար է խոսքը խոսելու միշտ ժամանակն է խոսքը խոսելու չգա season չգա ծմեր աստծո խոսքին համար չգա քարուն աստծո խոսքին համար այսինքն միշտ ժամանակ ունեց միշտ կսե միշտ հայդարար է միշտ սրճագ է ով որը լա ուր որը լա բադեհ է կամ անբադեհ է հարմար է կամ հարմար չէ հարմար է որև դերը սա հարմար է ամեն մի հարմարիր շուրջիները թող լսեն դու նով ես ամեն ուրեմն անցնելով առաջ Դանիել գիտեր որ ամեն ինչ էր իշխանությունը աստուծո էր 21-22 chapter 5 21-22 Անիգա մարդոց սողոներուն մեջ են վրընդվեցավ ու անոր սիրտը անասուներուն բես եղավ եւ անոր փնագությունը վայրենի էշերու հետ եղավ արչարներու բես խոդ գերցնեին անոր եւ անոր մարմինը երկինքի ցողով գթրջվեր մինչեւ որ քիծավ որ մարդոց թակավորության վրա բարձրյալ աստվածը գդիրե ու իր ուղած մարդը անոր վրա գտնե ով թուն Պաղդասար անոր որդին քուսիդը չխոնարեցուցիր թեև այս փոլորը գիտեիր թուն այս փոլորը գճանչներ կյանքիդ մեջ ուրեմն այս փոլորեն վերջ Դագավին Դանիել գբարձրանա եւ Աստված եւ թակավոր իրեն գտնե երեք ամենամեծերեն մեկը գտնե իր թակավորության մեջ he became one of the three greatest men եւ իր դա կունենա 120 հոգի okay ուրիշ ղեկավարներ իրենց վրա ինքը գլա Եվ գուզեմ նայենք հիմա 6-րդ գլուխին առաջ 1-3 Daniel 6:1-3 Հիմա հաջորդ թագավորը եկավ, այլևս Բաբելոնը կանտվեցավ, այսինքն Բաբելոնի թագավորությունը կանտվեցավ, հաջորդ թագավորը եկավ Բարսիկ, Թարեհի թագավորը։ Թարեհի արչև երևցավ, որ թագավորության վրա 120 գուսակալներ տնե, որոնք բոլոր թագավորության մեջ ըլան։ Անոնց վրա 3 հրամանադար դրավ, որոնց մեկը Դանիելն էր, որբեսի գուսակալներ անոր հաշիվ դան, որբեսի թագավորը չվնասվի։ Okay? Daniel նորեն բարձրացավ, even higher position։ Եվ Daniel մյուս հրամանադարներեն եւ գուսակալներեն նախաբադի վեր, վասնզի անոր վրա քերազանց հոգի գար եւ թագավորը կմտածեր զանիգա բոլոր թագավորության վրա տնեն։ He was so great that the king thought that he would be exalted as next to the throne, as the highest after him in the kingdom. Շարունակենք 4 հրամանադարներ եւ գուսակալները թագավորությանը կորձերու մեջ Դանիելի թեմ Քանքադելու բաժարը գտնել գչանային, բայց անոնք փնավ բաժարը կամ չարությունը չգրցան գտնել, վասնզի անիգա հավատարիմ էր եւ անոր վրա փնավ հանցանքը կամ չարությունը չգտնվեցավ. Verse 4 At this the administrator and the satraps tried to find grounds for charges against Daniel and his conduct of government affairs, but they were unable to do so. They could not find any corruption in him because he was trustworthy and neither corrupt nor negligent. Ոչ թե միայն հավատացյալ էր, գսե թագավորության կորձերուն մեջ in the matters of the kingdom թագավորությունը վարելու ծևի մեջ government-ի մեջ չկդան ծևը որ այս մարդը աղդոդեցավ չկդան ծևը որ այս մարդը կրբանը լեցուց չկդան ծևը որ այս մարդը օրենքը ձրեց չկդան ծևը որ այս մարդը սուտ խոսեցավ չկդան ծևը որ այս մարդը փամմարա թագավորին երևեն որ իր շահը տեսնի ուր որ թրվեցավ հարկեց իշխանություն թագավորին արջև թագավորը հարկեց Թագավորը փոխվեցավ, ուրիշ թագավոր եղավ, նորեն նոր թագավորը հարկեց։ Որև ինք Դանիել հասկացած էր, իշխանությունը Աստուծո է։ Եվ որ փարիսեցիները եկան եւ Հիսուսը փորձեցին, ինչսին, ըստին գայսրին պետք է դանք դուրք, should we give dues to the emperor։ Որովհետև գուզեին գիտնալ Հիսուս կհարկե իշխանություն, կամ Հիսուս
գսե չէ, պետք չէ դանք, պետք է միան Աստծո դանք, չէ։ Հիսուս իրենք հասկացան, որ Հիսուս իշխանություն կճանչնա կյանքի մեջ, բայց չէին հասկացած, որ Հիսուս իշխանություն հարկող մեկներ։ Հիսուս ինչ ասավ իրենց. «Ղրուշ մը բերեք ինձ, bring me a coin» ասավ։ Որուն թեմ կգա այս ղրուշին վրա ասավ։ Գայսրին թեմ կգա, the face of the emperor։ Եվ ասա ինչ որ գայսրին է, գայսրին դվեք, ինչ որ Աստծո է, Աստծո դվեք։ Այսինքն գայսրին դվածը Աստծո իրավունք են չառներ, Աստծո դվածն ալ գայսրին իրավունք են չառներ, բայց մեկուն դալ չի նշանակել մյուսին չդալ։ Պետք է ճանչնանս, որ իշխանություն գա, բայց պետք է ճանչնանս, որ Աստված գա։ Ուրեմն այս մարտիկսին մեկ բան կգրնան կնել, ինչպես փարիսեցիները Հիսուսը փորձեցին, ասին մեկ ցևով կգրնանք այս մարդուն շարժել։ Փամը ասենք, որ ցույց տա, որ ինք թակավորին անազանդ չէ։ Փորձածենք մեկ բանը, որուն համար ինք թակավորին անազանդ պիտի լա։ Let's use something that he will disobey the king for. The one thing, որ Աստուծո անազանդ լա։ Ուրեմն այցեք ինչ կսեն։ 6-րդ համար այն ադեն հրամանադարները եւ գուսակալները թակավորին քով հավաքվեցան, անոր այսպես ասին. ով տարեհ թակավոր, հավիդյան ողջ կեցիր։ Թակավորության բոլոր հրամանադարները, նախարարները, գուսակալները, խորհրդականներն ու գարավարիչները խորհուրդ տվին, որ թակավորական հրամանով օրենք մհաստատվի։ Let's do a decree գսե։ Ով որ մինչև 30 օր բան մխնդրի, քեզ մեզად ուրիշ որևէ, քեզ մեզад Աստուծո կամ մարդ է, ո թակավոր արյուզներուն քուպը տոնեդվի։ Whoever dares to pray or ask a favor from a god, they say, or a person for 30 days should be thrown into the pit with the lions. Եվ գսեն որ եւ օրենքը գսե, մեր օրդակավորության օրենքը գսե, ինչ որ թակավորը քրե եւ ստորակրե չի գնա փոխվի։ Whatever the decree the king makes cannot be changed, even by the king, they say. Նույնիսկ թակավորը եթե խոսի եւ վերջը միտքը փոխե, չի գնա, որ խոսքով կապված է ինքը ստորակրեց։ Եվ թակավորը, որովհետեւ Եսով գարաշորտեր, because he didn't recognize God as the greatest, սովանա թողլա։ Եվ ուրեմն ամիջապես, երբ որ Դանիել գիմանա այս լուրը, verse 10, when Daniel hears the news, երբ Դանիել իմացավ, թե հրովարադակը ստորակրվեցավ, իր դունը քնած։ Ինչ իրավ Դանիել, իր դունը քնած։ Չքնացելու չէ, ասի լավ չէ, փոխենք միտքը, արդար չէ, գիտեք, որ ինձ դժվարություն պիտի լա ասիգա, ես չեմ գնար ասիգա անել, ուրիշ բան մտնենք, չէ, իր դունը քնած։ Չփորձեց վիճապանի, չփորձեց, եթե ասի մարչևս եկավ, սելի Աստվածը սարդոնեց։ Սել ես ասոր մեջ բան մտնելիք ունիմ, ես հավատարիմ ըլլալիք ունիմ։ Իր սենյակին բադուհանները դեպի Երուսաղեմ փացեին, որտեղ Երուսաղեմ կճանչնային իբրև հрьяաներուն աղոթավայրը, սրբավայրը, չէ՞, եւ Բաբելոնի մեջ էին իրենք։ They were still in captivity։ Ուրեմն ինքը երեսը կդարձներ դեպի Երուսաղեմ, այսինքն ես իմ դերս կփնտրեմ։ Օրը 3 անգամ ձունգի վրա կալով գաղոթեր եւ իր Աստուծին քոհություն կմատուցաներ իր նախգին սովորության պես։ Իրեք ինչ era։ Ոչ թե աման հիմա պիտի գործվիմ, երթամ աղոթեմ 3 անգամ օրական, չէ։ 3 անգամ աղոթեց, ինչպես 3 անգամ գաղոթեր իր սովորության պես։ Այսինքն Դանիել Գաբրիել աղոթքի կյանքը, Դանիել գարավարության մեջ լալեն վեր չեր փոխված։ He hadn't changed because he was in power. He actually stayed as a man of God in all situations. Հрьяաները օրակ 3 անգամ գաղոթեին, մինչև հիմա, եւ ինքը իր սիրտի մեջ բահած էր մդերմությունը Աստծո հետ։ Ադոր համար միշտ կրնար երազները հասկանալ։ Ադոր համար միշտ Աստված կբարձրացներ իրեն, ոչ թե որտեվ խելացի էր։ Ամեն անգամ Աստված բարձրացուց իրեն, բարձրացուց թեստի մեջ, բարձրացուց իր ցերկը փամը դալով եւ Դանիել գտնվեցավ հավատարիմ։ Ամեն։ Ուրեմն Դանիել չհարկեց թակավորին խոսածը։ Մտիկ չրավ թակավորին, որտեվ այդ մեկը թակավորի Դանիելին սիրտի մեջ շիդակ չգավ։ Ուրեմն թակավորին գսե նայ մեկը կդանք որ գաղոթեք որ քեզի մտիկ չներ։ Ուրեմն պետք է նեդես իրեն։ Թակավորը չեր ուզեր ասին։ The king didn't want because he liked Daniel. Ընկեր էր Դանիելին։ Սիրած էր Դանիելին։ Եվ գսե մինչև քիշերը փորձեց փամ մնել որ չնե այս մեկը։ Փամ մկդեմ չնեդեմ ասոր, փամ մկդեմ չնեդեմ ասոր։ Հա? Բայց ասին որ նայ դու ինչ որ խոսից չի գնալ փոխվի։ Ինչ որ խոսից չի գնալ փոխվի։ Քու ես ամենաբարձր ցայն աշխարհի մեջ։ Չի գնալ փոխվի։ Ուրեմն թակավորը ըստիվեցավ անելու փամը, այդքան դխրեցավ գսե, չգերավ եւ չխմեց։ Ընդհանրապես իր արջև ինչ կուկային գբարեին, ինչեր գնային, որ թակավոր ուրախանա։ Գսե մերժեց, փամը չուզեց, ամենուն գրգեց, մինագ ուզեց մնա։ Չգրցավ քնանալ, couldn't sleep,
որովհետև ինքը գիտեր իր սիրտի մեջ համը պիտի ըներ Աստծո թեմ։ Պիղադոս, եւ որ Հիսուսը հանցնեց չարերուն, Պիղադոս գիտեր որ չարփամ պիտի ըներ։ Իր գինը իրեն սա որ ասի արդար մարդ է, մի ըներ ասիգա։ Գործ մի ունենա հետը, մի ցավցներ իրեն։ Գիտես շատ մարդիկ եւ որ քեզի պիտի վնասեն, կամ Աստծո մարդումը պիտի վնասեն ուրիշ, իրենց սիրտի մեջ գիտեն ինչ կնեն։ Իրենք գունենան այս հարցումները։ Մարդը վերջապես հոգի ունի, մարդ գրնա սկալ, բայց եթե չափ աշխարհի չի գնար, պիտի երթա մինչև ձայր։ Կգարձես որ Հիսուսին հալածողներն մեկը չհարցուց, շիտակ բան մգնեմ ես հիմա, բայց ըրին չէ, չդարձան։ Եվ Աստված արդոնեց, and God allowed this to happen։ Ուրեմն նետեց եկավ եւ պիտի գարտամ 16 and 17 Այն ադեն թագավորը հրամայեց, որ Դանիելը փերեն եւ Զանիգը արյուզներուն կուպն edեն։ Թագավորը Դանիելին խոսեցավ եւ ասավ. «Քու Աստվածդ, որուն դու անդատար գբաշտես, անիգա քեզ բիդի ազատե»։ Ասի անաստված մարդ մնե։ Անաստված մարդ մը գխոսի Դանիելին։ Եվ իրեն գսե որ այն Աստվածդ, որուն գբաշտես չէ, այն Աստվածդ, որուն դու անդատար գբաշտես։ The God whom you continuously have been serving, գսե իրականության Այն անձը, որուն դու նվիրած ես քու կյանքդ եւ որուն բոլորին արժեվ հայտնի է, որ դու նվիրված ես իրեն, բոլոր միշտերեն դարբերես եւ անոր համար ես քեզի վստահեցա։ Այն Աստվածը թող քեզի ազատե։ Գիտեք, այս մարդը okay չէր որ Դանիել Աստված բաշտե։ This man was not okay with Daniel worshiping God։ Հագարակ ասոր իրեն կվստահեր ամեն ինչ։ Որտեւ գիտեր, այո, չեմ հավատար այդ Աստուծուն, բայց այս մարդու մեջ եղած իրական է։ Չեմ ծրած այդ իրականության առջև, չեմ խոնարհած, բայց այս մարդը չի խապեր։ Այս մարդը սուտ չունի իր մեջ, այս մարդը Աստված ունի իր կյանքի մեջ։ Սել գուզեմ աշխարհին թիմած, նույնիսկ այդ աշխարհը չընդունի եւ չսե, «Վաու, ինչ ավոր կորձ գնես, ջիրո խենթանալիք տղա մնես»։ Կրնանա քո մասի թեմ խոսի։ Բայց կորձ Արաքելոց 4:23 Acts 4:23 says աշակերտներուն կորձերուն բաժարով վախ եկած էր Երուսաղեմի մեջ։ Գահարկեին աշակերտները գահարկեին, գվախնային, որև իրենց սերքերով կորձեր, իրենց սերքերուն բաժարով, իրենց կորձերով Աստված գահիտնվեր։ Եվ գեղեցին գավել նարգսե։ Ուրիշ բան գսե, եւ որ դաջարը գահավաքվեին, Acts 2, կորձ Կարակելոց 2, when they would gather in the temple court, no one dared to join them. Չէին համարցագիր մոդենալ, ինչու չէին համարցագիր գծեծեին, ոչ։ Օրը չես տեսնել որ գծեծեին արաքյալները ուրիշներուն։ Bodyguard չունեին արաքյալները, իրենք ձեծ գուդեին։ Բայց կվախնային իրենց մոդենալու, որտե փամ մգար ասոնց կյանքի մեջ։ Ուրիշ փամ մգար, Դանիելի վես փամ մգար, ասոնք դարբերեն։ Ասոնք Աստուծո կպատկանին։ Եթե ես պիտի զարնեմ իրենք իրեն, որ Աստուծո պիտի փորձեմ զարնել։ Եթե պիտի փորձեն քեզ հետ սխալիլ, Աստուծո հետ սխալած պիտի լան։ Բայց նայենք որ մենք մնանք Աստուծո հետ։ Կրնամ Աստուծո զավակը լալ, ես սխալ կորձերու մեջ երտալ։ Եվ ինձ հետ գրվողը այն ժամանակ Աստուծո հետ չի գրվիր։ Բայց եթե ես Աստծո կորձը պիտի անեմ, if I'm faithful in doing God's work, եւ մենք ինձ հետ պիտի գրվի ադոր համար, ինք Աստծո հետ գրիվնի։ Ինք Աստծո հետ սխալեցավ հոն։ Ինք Աստծո հետ թադունի հոն։ Ամեն։ Բայց մեկ բան մգա որ երբ որ Հիսուսի թեմ կգրվեին, եւ որ Հիսուսի կհալածեին, Հիսուս անձնական բادرազմի չփոխեց։ Jesus never took the bait and never took it personal։ Կապակցնեմ քեզի։ Չէ։ Ինչպես ասանք խոսես իմ թեմս Ես ասանք բան չեմ ասած, սրա խոսքեզի, չէ, ասանք չրավ, ինչ որ Հիսուս գներ հորը սրդով, գներ կետրոնանալով հորը ըրածին վրա, I only do what I see the Father do, John 5:19, գնեմ միան ինչ որ գտեսնեմ որ հայրը կգադարե, ուրեմն այս թագավորը դեսավ Դանիելի կյանքի մեջ որ դու շիդակ մարդ ես, ես քեզի պիտի նետեմ, որովհետև իմ խոսքս կսե որ պիտի նետեմ քեզի, ուրեմն պիտի նետեմ քեզի Բայց քո Աստվածը որուն դու միշտ կծարայես, թող ինքեզի ազատի եւ պիտի ազատի գսե։ Եվ ուրեմն 17:17 ու քարմը փերին եւ քուպին փերանը թրին, թագավորը Զանիգա իր գնիկով եւ մեծամեծներուն գնիկով գնքեց, որբեսի Դանիելին վիճակը չփոխվի։ Այսինքն forever, կացուչում, հավիդյան վիճակ մնա։ Գնքեց ինչ կսնա seal, այսինքն որբեսի ցույց տա որ ասի չի փոխվի։ Եվ Աստվածաշունչը մեզ ինչ կսե Հիսուս մեզի գսե Ղուկաս 10-ի մեջ ոչ մեկ բան ցեզի պիտի վնասե։ Ոչ գարիջը, ոչ օծը, ոչ չարը, ոչ թույնը, եթե դուք ինձի հետ եք, ոչ մեկ բան ցեզի պիտի վնասե։
Né Հիսուս չարքիլեց որ Դանիել կուպը նետվի։ Աստված չրավ արիջները չսպանեց, Աստված չեկավ կուպը չքոցեց, չքանթեց, թողեց արդոնեց որ Դանիել կուպը իջնե։ Ճիշտ ինչպես Աստված արդոնեց որ եկեղեցին անցնի հալածանքներուն մեջ են։ Ամեն։ Ուրեմն 22-23 22-23 հաջորդ արդու հաբջեբով աջաբարանքով քնած որ տեսնե եւ հարցուց Դանիել քո Աստվածդ քեզի բահեց ողջ ես դու դագավին ողջ ես չէ գրծած քնանալ աստակավորը իմ Աստվածս իր հրեշտակը ղրգեց որ արիզներուն փերանը կոցե եւ ինձի չվնասեցին վասնզի անոր արչեւ անմեղ գտնվեցա եւ քո արչեւը տալ ով թակավոր հանցանք չեմ կործած այնադեն թակավորը շատ ուրախացավ եւ հրամայեց որ Դանիելը կուպեն հանեն ուրիշ մեկ եւ հիմա այստեղ ուզեմ կարևոր գեդի մկալ եւ եթե գրնակ միասին բանալ Սաղմոս 144:1 Psalm 144:1 գրնակ բանալ որովհետեւ այս համարը գարտանք այս համարը 5 շաբթից ես մի քանին հետ խոսեցա բայց սիրտիս մեջ շատ կարևոր դեղ ունի Praise be to the Lord my rock who trains my hands for war my fingers for battle Օրնյալը լա դեր իմ պաշտպանս իմ վեմս որ ցերկերս մենամարդի գվարժեցնե եւ մատներս ճակատամարդի Ուզեմ աստիա մեկ բան ասել բարերը որոնց կկործած են war այսինքն բادرազմ եւ battle այսինքն մենամարդ այսինքն ցերկով բادرազմ ցերկի գրիվ մեծ դարբերություն կա հավատացյալները որոնք միայն ցերկի գրիվ գնեն Անոնք են որոնք դժվարության ժամանակ Աստծո գաղութ են Երբ որ փամը լա շուտ մը փամը գզեն Աստծո չէ օգնե ինձի ասի գլագոր ինձի ասի գնեն ինձի Գամալ գելեն իրենց թևով գլուծեն օրինակ եւ որ Հիսուսին եկան առնելու when they came to capture Jesus ինչ էր ավաշակերներն մեկը Ագանցի գդրեց չէ չթիմացավ որոշումը արավոն չեր գնալ որովհետեւ աղոթքով պատրաստված չէր փորձառություն չուներ չէր գիտեր ինչ պետք է լիներ ուզեց Հիսուսը պաշտպանել բայց որոշումը արավ որ գրիվի ժամանակ արավ շուտ որոշումը արավ գդրենք ասականչը արքիլենք բամը որ արդեն Աստված որոշած է Աստծո դեմ գրվելու է լավ առանց գիտնալու Աստված արդոնած է այս մեկը լա եւ Հիսուս ինչ ասավ իրեն Հիսուս իրեն չես կարծեր որ ես կրնամ իմ հոր մեզ խնդրել որ 12 քուն հրեշտակ ղրգի Don't you think I can ask God to send an army for me Բայց ես ճիշտ այս ժամուն համար եկած եմ սա Ճիշտ այս ժամուն համար եկած եմ սա Հիսուս Այսինքն ես եկած եմ որ այս ժամու մեջ են անցնիմ եւ այս ըրազովս հայրս բարավորեմ Դանիել հոն ինչ երավ ճիշտ այս ժամուն համար for such a time as this այս ժամանակին համար այս եւ այս կորձին համար ոստրված եմ եւ ադան համար պիտի խոսիմ ինչ որ պիտի խոսիմ Փերանս պիտի չգղվեմ որովհետեւ թիրքը շահեցա որովհետեւ բարձրանալու արիթ ունիմ պիտի խոսիմ որովհետեւ դերը այս մեկը գսե Amen Բայց ուրեմն բادرազմ հասկանանք battle you train my hands for war my fingers for battle hands այսինքն ցերկ մեծ կորձին համար է finger այսինքն մատներ փոքր կորձին համար է ավելի քրելու կամ բռնելու կամ նեդլարելու արցակելու չէ դժվար կորձերուն համար է Եթե մատներդ գդրեմ դակավին զորավոր մարդ ես բայց չես կնար փափուկ կորձեր անել fine motor skills չես ունենար Ուրեմն բادرազմը եւ մենամարտը դարբեր բաներ են battle եւ war ուրեմն բادرազմը բդածել գուզե strategy ինչ կսեն ինչ մարդավարություն Ուրիշ բան ալգա հիմա միտքս չէ ռազմավարություն գուզե չէ Ձրակիր գուզե շարունակություն գուզե Մեկը գիրես որ բادرազմի կերտա հիմա գուզեմ ես երթալ բادرազմի ելնե ամերիկան ռուսերուն վրա երթա ասանք կլա որ ասանք որոշեմ հիմա սիրդունիմ չլար այսպես Եթե անեք գբարդվի հավանաբար որտեվ հաշիվ պետք է ունի չէ Մեկը բادرազմի պետք է երթա իր ուժը պիտի հաշվե թիմասինին ուժը պիտի հաշվե պիտի մտածի ինչ ունիմ ինչ զենք ունիմ քանի հոգի ունիմ ինչքան գրնամ երթալ եթե երկարեցավ այս բادرազմը Եթե երկար ինչ պիտի ունեմ Մեկը որ աղոթքի կյանք ունի որ Դանիելի նման աղոթող մարդ է բادرազմի գիտություն ունի բادرազմի ռազմավարություն ունի strategy for war ունի
փորձառություն, որ երբ որ չար օրը կա, ինք թիմանա։ Ինք ունի, որովհետև ինքը Աստուծո մեկ առն է իր նելիքը, ոչ իր խելքեն։ Չէ՞, ինքպես աշակերտ ելավ եւ ականջին զարգա, որովհետև հոն փամը որոշեց։ Դանիել աղոթքի կյանք ունեցող մներ ինչպես իր սովորությունն էր գսե։ Ուրեմն երբ որ չար օր եկավ, բادرազմի եկավ մենամարտի օրը, որ արյուզներուն կով երթալ էր, հոն գծավ իր ցերքերուն աշխատանքը տեսնել։ My fingers գսե for battle, I think բզդիկ մենամարտը, բզդիկ բادرազմը գլա երկար չես կնարնել։ Քանի որքան երկար պիտի գրվիս, մեգում հետ, կհոգնիս։ Բայց պետք ունիս հոն, եթե փորձառու ես, դու թիդած ես, սորված ես, բادرազմ ինչպես կնեն, այդ օրը լավ գնես կորձդ, գարջ է կորձդ, արագ կլա կորձդ, մաքուր կլա կորձդ։ Ես ձեզ իմիշ կսեմ, որ ես կտիրեմ UFC եւ boxing, չէ՞։ Բիսիկ որ խենտ է, բայց կսիրեմ, բզդիգոտենես։ Okay, ասել գուզեմ որ եւ որ գտիրես, մարդիկ կան որ գբորան գանչեն եւ բادرազմի գելեն, ես քեզ ասանք բիդնեմ, քեզ անանք բիդնեմ եւ միշտ գելե հանդարտ, բայց գիտես որ ինքը կորձ ըրած է, ժամերով աշխատած է։ Երբ որ գկոցվի վանտագը եւ մեջ գլան երկուքը, կսի գսպասեմ քեզի։ Եվ վանտագի մեջ կմտնեն, գամած առանց քրտնելու գխեղտի գտնեկերին։ Ասել գուզեմ որ մեկը գա որ քիդե վարժված է, որովհետեւ իր բادرազմի ռազմավարությունը his war strategy ունի իր մեջը, որ միշտ տրած է, ոչ թե վանտագի մեջ կմտնի եւ կսկսի հայելու, բորալու եւ զառնելու, չէ՞։ Մենք իբրև հավատացյալներ շատ անգամ եւ որ աղոթքի կյանք չունենանք, գնամանինք այդ խենթ գրվողին, որ իր արջև եկած դժվարության դիմաց, յալլա գրիվի գելե, բորալու գանչելու գելե։ Եվ գսե Աստված ինձ օգնե ուր ես։ Այդ վիճակներու մեջ կինա։ Այդ հավատացյալը այնն է, անցն է, որ մդերիմ չէ Աստուծո, not intimate with God։ Այդ անձը իր մարմինով գարաչնորթվի։ Եվ միայն կհանդիպի Աստուծո, երբ որ դժվարության դիմաց է։ Դու խոստացար, դեր դու ինձ գսիրես, ես քեզ զավագեմ։ Այո, գիտեմ, ինձ զավագես, գիտեմ, ես քեզ գսիրեմ։ Դու նսիր ինձ յետես, դու նսիր ասանք բաներ պիտի չլան։ Բայց Հիսուս գիտեք ինչ ասավ։ Հովհաննես 16:33։ Ասավ. Այս աշխարհի մեջ դժվարության պիտի հանդիպիք, բայց քաչալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ In this world you will have trouble, but take heart because I have overcome the world. Ուրեմն, երբ որ դուք անցնիկ ադոր մեջ են, գիտեք որ ես ցեզի հետ եմ։ Որովհետև գիտեք որ եթե դուք ինձ հետ մդերին մնաք, այն զարին վրա մնաք, ամուր մնաք իմ վրաս, դուք միշտ բդուղ պիտի դաք։ Օդը փոխվի, կառավարությունը փոխվի, նյութականը փոխվի, դուք ինձի հետ եղողներն եք եւ թանելի նման ես ցեզի պիտի տնեմ ուր որ եք եւ երբ որ վնասողը կա ցեզի, ի՞նչ կգնա ցեզի տպչիլ։ Ինչ ասավ Ղուկաս 10:19 ոչինչ պիտի վնասեց ցեզի։ Դանիել մտավ արյուզներունքով եւ ոչինչ վնասեց իրեն։ Դուրս ելավ եւ որ թակավոր իրեն դուրս հանեց գրագեն արյուզներունքով են դեսա որ գսե նույնիսկ ջանգի հետ կմը չգար վրան։ Հակուսները նորմալ էին, փամը չէր փոխված վրան։ Որեւ օծությունը կպաշտպանի հավատացյալը։ The anointing protects the believer։ Գիշակ եւ որ երկու գլուխ առաջ եւ որ երանելիները գրագի մեջ դրեցին when the three were thrown into the pit դուրս ելան գսե գրագին հոդը չգար իրենց վրա։ Գրագին մեջն էին, ոչ թե չայրեցան, գրագին հոդը չգար իրենց վրա։ Եվ որ դու ունիս աղոթքի կյանք, եւ որ դու ունին Աստուծո հանդիպող մեկնես, դու պիտի պաշտպանվիս թշնամիին կորձերեն։ Եվ Աստված քեզ պիտի բարձրացնե։ Բենդ վեր գնահրամել, ուզեմ քեզի մեկ բան մնալ ասել, շատ կարևոր ասոր մեջ։ Բادرազմի ժամանակ քու սկացումներդ գաղդոդին, իմ սկացումներս գաղդոդին, բոլորիս սկացումները գաղդոդին։ Եվ որ ես քեզի կամ իմը վնասեմ, խոսքով կամ կորձով, քու սկացումդ ինչ պիտի ուզենել։ Եթե ես քեզի իմը կամ զառնեմ, ինչ պիտի նես դու։ Հանք պիտի նես ինձ չեմ գարձել։ Դու պիտի փարգանաս, կամ ուզես զառնել, կամ պիտի ուզես վնասել, չէ՞։ Ուրեմն բادرազմի ժամանակ մեր սկացումները գվիրավորվին, գաղդոդին։ Աշխարհի մեջ եւ մեր կյանքի մեջ, լա մեր սիրելիներունքով, լա մեր թշնամիներունքով, լա մեր կորձի մեջ, մեր սկացումները գաղդոդին։ Եվ այդ ժամանակ Աստված այդ մեկը ջանչնալով մեզի գսե որ մենք պետք է բادرազմ մնենք իր ցևով, ոչ մեր ցևով։ Դանիել չկնաց այդ մարդոց յետևեն, որոնք ասին դուն ինչու Աստծո գաղութես, դու պետք է թակավորին աղոթես եւ քացին սուտ խոսեցան, քացին թակավորին սխալ միտքեր դվին։ Դանիել մնաց իր կորձին մեջ։ Գիտեք ով բաժեցած չար մարդիկը, you know who
punished those evil men. Ով բաճեց, թագավորը։ Եվ որ թագավորը տեսավ, որ Դանիել ողջ մնաց, սա փերեկատ բոլոր մարդիկը, որ սուտ բաներ խոսեցան Դանիելի մասին, իրենց հոննեդեց։ Դանիել իր կորձին մեջ մնաց, Դանիել աղոթքի մարդ մնաց, Դանիել չգնաց վրեժ լուծելու մյուս մարդոց։ Աստվածաշունչը մեզ գսե 2 Կորինթացիս 10:4 եւ 5 մեր բادرազմի զենքերը այս աշխարհի զենքերը չեն։ Չեմ գնալ հավատացյալը լալ եւ ես իմ ցևովս բարվիլ, ես ալ փամփասել, ես ալ հայել, ես ալ ուրիշին թեմ խոսին, ես ալ ադեմ, ես ալ փարգանամ, ես ալ ողվայեմ, չեմ գրնար։ Եթե այդ մեկն եմ, չեմ տեսներ Աստված բادرազմի ժամանակ։ Երթան բادرազմի մեջ գսեմ ուր է իր Աստված։ Դանիել մնաց իր աղոթքի կյանքին մեջ, չարդոնեց, որ իր սկացումները վիրավորվին, չարդոնեց, որ իր սկացումները չարանան եւ Աստծո երեսը փնտրեց։ Գսե մեր բادرազմի զենքերը ոգեղեն աշխարհի թեմ են։ Եվ մենք ինչ կնենք գսե, քերի գնենք հբարդացած մտքերը եւ Քրիստոսի հնազանդության գբերենք։ Անգլերենով գսե այսպես. We have divine power to demolish strongholds. We demolish arguments and every pretension that sets itself up against the knowledge of God, and we take captive every thought to make it obedient to Christ. Ես չեմ գնար քո միտքդ քերի բռնել։ Չեմ գնար քեզի քերի անել քո միտքդ։ Ես իմ միտքս քերի գնամ անել։ Ուրեմն եւ որ գխոսենք մեր մտքերը որ գհնազանդեցնենք մեր մտքերը։ Իմ միտքս Աստծո գհնազանդեցնեմ։ Իմ բادرազմս, իմ աղդոդած սկացումս, իմ չարացած միտքս, իմ վիրավորված սիրտս։ Եթե գուզես Աստված շարժի, Աստծո սպասե։ Որտեւ Աստված պիտի երևնա է որ դու սպասես իրեն։ Բայց ոչ է որ դու բادرազմի իջնես առանց իրեն, ես ուր է իր Աստված։ Ուրիշ բան ալ այստեղ ուզեմ ասել քեզի։ Եվ որ Հիսուս աշակերտները ղրգեց քարոզելու, Մատթեոս 10-ի մեջ, Matthew 10:12-14։ Սա եւ որ դուն մտնեք, այդ դունի մեջ խաղաղություն խոսեցեք դունին։ Եվ եթե այդ դունի մարդիկը արժանի են այդ խաղաղության, պիտի ընդունին խաղաղությունը։ Եվ այդ խաղաղության հանգիստ իրենց վրա պիտի կա։ Եթե չընդունին, այդ օրհնությունը եղածին պես ցեզի պիտի դառնա։ Բայց կարևոր բան մեկը գսե։ Աստվածաշունչը լավ գիտե, որ դու մարդ ես եւ գվիրավորվես։ Աստվածաշունչը լավ գիտե, որ եւ որ քեզի զարնեն պիտի ցավիս, եւ որ քեզի հայեն դու պիտի վիրավորվես։ Սա այդ դունին փոշին հոն թողեք։ Ձեր ոտքերու փոշին հոն մաքրեցեք եւ աբակացեք ուրիշ դուն, որովհետեւ եթե ես չմաքրեմ իմ սիրտս միշտ աղոթքի կյանքիս մեջ, եթե ես իմ սիրտս միշտ չմաքրեմ Աստծո խոսքի մեջ, ես աղդոդած սիրտ գրնամ ունենալ եւ այն ժամանակ գրնամ քովի դունի երտալ եւ իմ վերքս քովի դունին վրա բարբել։ Եվ գամ չքարոզել, գամ թարն, bitter թարնալ, գամ Աստված մեղադրել, դու ինձ ղրգեցիր, դու ինձ չի պաշտպանեցիր։ Եկեղեցին բարդականություն ունի, քարոզելու զորությունը անոր, որ զինք խավարեն իր սկանչելի լույսին կանչեց։ Եկեղեցին բարդականություն ունի ջանչնալու իր թիրքը, ինչպես Դանիել ջանցավ իր թիրքը։ Recognize your position։ Ես իշխանության մարդ եմ, դրված է ինձ իշխանություն, որ քարոզեմ, ներկայացնեմ։ Թագավորին դիմաց երբ գնամ խոսիմ ինչ որ դերս ասավ։ Եվ երբ որ խոսիմ, իմ կյանքը սար մաքուր բահող մարդ լամ, ինչպես Դանիել մաքուր մնաց։ Եվ երբ որ չարորը կա, հոն Աստված արույզին փերանը պիտի քոսե։ Եվ երբ որ ադիկա դեսնվի, Աստված պիտի փառավորվի իմ կյանքից մեջ։ Գիտեք ինչ ըրավ թագավորը։ Ելավ եւ Դանիելը նորեն բարձրացուց։ Անգևերջ որ Դանիելն իր մե վարումյան Դանիելը գարայլևս։ Բայց գիտեք ինչ եղավ։ Թագավորը իր օրենքը իր խոսքը գդրեց առաջին անգամ լալով։ Իրենսին անգարելի է որ խոսքը գդրես, դիկրի, քրազեր, չէ հրովարդակ, անգարելի է որ նույնիսկ թագավորին խոսքը փոխվի։ Դամղան տրավ, չէ։ Տրավ եւ զարգավսա վերջացավ։ Բայց հաջորդ արդու ելավ իր խոսքը գդրեց։ Իր իսկ խոսքը գդրեց, որև թագավորը ջանցավ, որ իր իշխանութենն վեր Աստծո իշխանությունը գա։ Բայց այս ամենը եղավ որտեղ մեկը ասա որ ամենամեծ իշխանությունը Աստծո իշխանությունն է։ Եթե ես անհնազանդ պիտի լամ որևէ մեկուն պիտի լամ միայն, որովհետև Աստծո խոսքը ավելի կարևոր է։ Ամեն։ Եկեք Տիրոջ առջև գնանք, մեր սրտերը լվանք, մեր սրտերը նորոգենք, մեր սրտերը նվիրենք եւ մեր ուխտը նորոգենք։ Let's renew our oath. Ասենք Աստծո որ եթե ինձի թրած ես կյանքիս մեջ, իշխանության մեջ, եթե ինձի իրավունք տված ես, զորություն տված ես, կարողություն տված ես, իմաստություն տված ես, ես այդ մեկը պիտի կործածեմ քեզի համար։ Ինչ որ ունիմ, ինչ օրհնություն ունիմ,
ինչ իրավունք ունիմ, ինչ պաշտոն ունիմ, ամենը պիտի կործածեմ քեզի փառք եւ բադի բերելու համար։ Խոնարհեցուր անցդ Աստծո առջև եւ դերը քեզ պիտի բարձրացնե։ Հալելույա։